Пока. Երեխեքիս Ինչպես տեսակ երեխաները խաղում էին ինձանից առաջին դուրս եկել ու ես գնում եմ գործի երեխեքին թողեցի բակում որ խաղան որ այնպիսի եղանակա որ մռայլա ու այդքան ցուրտ չի էլի ասեցի լավ մեղք են քանի դեռ անձրև չի սկսվել թող գնան մի քիչ խաղան լամպերը նայեն ու երեխեք ուզում էին հետս գային աշխատանքի, բայց թե այնպես չի որ էլի ուժամ եմ գնում 1-2 ժամով ասեցի կան, չէ, մինչև 10 այնտեղ եմ դնելու, ինչն անելու էլի ամբողջ օր այնտեղ այստեղից էլ ծխի հոտ ա գալիս, չեմ հասկանում ինչից տներում հավաքել եմ, լվացքը արեցի, առաջինը սև շորերը հավաքեցի, վերցրեցի, երեխեքին գցել եմ ու դուրս եմ սողում բերոժողով տուն եմ գնում անձրև ա գալիս ինչպես տեսնում եք ու ինքս ինձ մտորելով մտածելով եկա այն մտքին թե ինչքան կարճացել է ժամանակը նու այսինքն նկատի ունեմ ոչ թե ժամանակը արագացել է կարճացել է մարդու կյանքը որ ակնթարթորեն բացում փակում ես աչքերդ ու մեկ ամառ է, մեկ ամանոր է ու որ հասկացա այն մտքից, թե որ ժամը 10-ը արդեն մութ եղանակը, որ բիլի նոչը անցավ չհասկացանք, ամառը անցավ չհասկացանք, թե ոնց անցավ ամբողջ օգոստոսան ամիսը գրեթե մենք չտեսանք նորմալ ամառային եղանակ վեճի անձրևներ անընդհատ այսպես խոնավ այստեղի ովքեր ապրում են կհասկանան ու կհամաձայնեն թե ինչքան խոնավ քաղաք է իրականում իր սիրունությունը մի կողմ, բայց իր խոնավությունը դա այն որ չգիտեմ արդեն 10 է ու մթշաղ ինչպես տեսնում եք դե աշխատում ես գնում ես առավոտյան գործի իրիկունը գալիս ես այդպես կյանքից բան չես հասկանում մտա խանութ մի երկու բան վերցրեցի Սեմշագովից կաթ կարագ ոյ կաթ չէ ձետ, կարագ, հավկիտներ եմ վերցրել և թթվասեր այդպես սիրելիներս մի հատ գրեք ընտրում եմ տեսնեմ որտեղից եք ինձ հետևում կան իմ հետևորդների մեջ ովքեր որ նույնպես ապրում են Սանկտ Պետերբուրգում շատ հետաքրքիր է դեպ իմանալ ով որտեղից է ինձ հետևում Այսպես հասնեմ տուն ու տեսնեմ ինչ եմ անում Շելես վաղուց արդեն տուն էի հասել մի անգամից ճաշապատրաստական այդ գործընթացին անցա հիմա այստեղ տապակվում է կանաչ լոբին որ հեսա ձվով տապակվում է ինքը նախապես խաշված սարսարանում ունեի Այստեղ գազար և բազուկ եմ խաշում, որպեսզի սալատ պատրաստեմ, այստեղ պյուրեի համար կարտոֆիլն է եփվում և նրբերշիկը շոկ է խաշված։ Այսպես էին այս մասը, իդեպ նաև այսպիսի կապչոնի տավարի միս ունեի, սա կարուխով սուպի համար եմ դուրս բերել, շատ համեղ է ստացվում կարուխով սուպի հետ վաղը Մինչև առավոտ հետ կգա, կարուխով սուպն կպատրաստեմ ու այն որ սպարված վիճակա մոտս, չգիտեմ, օգնած, այստեղ պատրաստեմ գոնե ուտելու բան կլինի։ Տեսեք ինչ ցուրտ տալուս էր ներս մեր մոտ օգոստոսի
20-ն է այսօր, չէ ներողություն 19-ը։ Օր աշուն։ Այս դեռ պիտի գործի գնամ։ Попкорн ենք սարքում։ Сейчас будет опача. Кино будем смотреть вместе, да? Угу. И ты. Ты боюсь? Չէ так քիչ չէ՞ բա։ Տակա։ Выходи. Չէ, մի տար առաջ, գազի մեջտեղը։ Соль. Угу. Что ты чувствуешь? Мама. Мама, снежинка что-то чувствует. Чувствует. Գացած է։ На всякий случай. Надо ушки. Ой, ничего себе, сколько много. Տակա։ Բանա, բադապադա։ Ստավարի ես, յա։ Ինչ պիտան ես։ Ու думаешь, ты? Հադեց, խաշած։ Հալա։ Деликатес. Ехик салат է սարքում վինեգրետ։ Опять она Ինձ են օգնում։ Ճակերտավոր ասված։ Ոչինչ։ Էվա, կուբիկ արա հետո։ Нет, это чиэс. Ага. Мама, ты все два порезала? Два порезала? А Ха. вот еще один. Нет, вот это тоже надо. Вот это. Вот так. А сейчас, спасибо. Спрнить акцеров. Ай, вот так. Ага. Скушматный яйцет. Все, нормально. Смотри, чтобы снизу. Эсэском эсперум. И вот это. Ага. Չէ, նոր ոնց ցույց տվի։ Այ տենց այդ բամ, չէ, մի րոպե էս ֆրացրու։ Ահա, Снежинка забежала. չէ, մի վախեցի։ Ահա, դե բռնի ու կտրա, вот так, ճիշտ բռնի տանակը։ Մեկ խոշոր, մեկ փոքր, բայց ոչ։ Шурчики. Կարևոր սարքում։ Էս մի չարաճճին էլ էստեղ է հասել։ Այդի մոտես, իդի կամնի, իդի։ Չես ուզում, всё։ Օ, մոտիկները զորել է։ Իդեպ վաղուց չեմ նկարել, չէ՞ ձեզ մեր սնեշնկային։ Օ։ Իդեպ բավականին չարաճճիացել է։ И кто Аня? Кто это? Исова? Հələ, հələ ուսումը փոխնի։ Բավականին չարացել է։ Նիկծի։ Չարաճճիկ։ Գցում է։ Հետո облизывать անում։ Ох, нельзя! Նենց հələ ոտերը։ Կազազել է։ Կյոնք չի կարելի։ Պատրաստում է թռնի վրեզ։ Ինչի՞ ես խելոք չես պահում, հեն։ Что с тобой? Что здесь? Что здесь? Ты голодная? Օգնոցեմ իրականում։ Այսօր ինքան անձրև է եկել, տեսակ մի քանի կադր հասցրեցի նկարել։ Այն որ
լրիվ ջրի մեջ էի հայտնվել, հələ սրա ոտերը նայեք։ Еще раз так дело получишь։ Սալատ վերջացրինք, շատ համեղ հաստատվել, այդտեղ փորձել ենք։ Փակիլիլ ջան։ Ահա։ Սա գնաց, հիմա կարողով։ Սա էլ ասեցի կարողով սուպը ցույց տամ։ Տեսեք, մի վարքյան։ Այսպես ինքը կապճոնի խոզիմիսա, շատ համեղ համատալիս։ Իրականում ուզում էի բոլոր մսերը ոսկորներից անել, բայց այնքան ուշա ուղղակի տրոլոշկեկը կտրել եմ իրարից և թողել եմ մեջը լավ, այսպես եփվել է վերջ։ Վաղը ճաշն է պատրաստ։ Ես ձեզ մաղթում եմ բարի գիշեր, կհանդիպենք վաղը, կշարունակեմ վլոգը արդեն առավոտյան։ Ողջույն սիրելիներ, բարի առավոտ բոլորին։ Մեր վլոգը շարունակվում է։ Ես այս պահին գնում եմ գործի, որ հոգնած։ Ես ասում եք արևային եղանակա, գետինը դեռ թած։ Արևա, բայց գործի եմ այսօր, տեսնեմ ինչ եմ անելու, որ տրակտոր էր անցնում։ Գոնե երեխեքի առևտուրի մասին մտածեի էլի, երբ եմ գնում ինչ եմ անում, տեսնեմ ոսկ ստացվի 3 ուրեմն աղցանից հետո սուպը եփվեց, նվածք էի միացրել ու բարաբանի հատվածից ջուրը գնացել էր լրիվությամբ։ Հիմա մտածում եմ կամ նա թուլացել է ինչ-որ այդ դուռը էլի բարաբանի նվածքի մեքենայի կամ ինչ-որ խնդիր կա, որովհետև ամբողջ ջուրը լցվել էր մի ջանցքում, լավա երեխեքն էին նկատել, ինձ ասեցին, հիմա վախեցա տանից դուրս գալուց մի հատ մեքենան միացնեի, էլի որ ժամից հետո չմիացնեմ։ Այդպես դա էլ մի խնդիր։ Այսպես ամբողջ գիշեր չէի կարողանում աչք կպցնել։ Չգիտեմ ինչից էր դա պայմանավորված, իսկ թվում է գերհոգնածությունից ուղղակի չէի կարողանում քնել։ Մեկ աջ էի ֆռում, մեկ ձախ էի ֆռում, որ այսպեսի լավ եղանակ կա, չնայած որ էլի անձրևներ ա, բայց որ ստեղ, երբ որ երկինքը սևանում ա, մթնում ա, ու դա տևում ա 2-ից 3 շաբաթ, այսինքն ամսվա ուղիղ կեսը։ Համ տրամադրության վրա է ազդում, համ քնգոտ է դառնում, համ եղանակը առողջապես ա վրետացնում, այն որ ապրելը չես ուզում զուտ, արևային երկիր եմ ուզում, արևաշունչ Հայաստանում եմ ուզում։ Չգիտեմ այդպես են ես, թևս հոգվեց իրականում, ասում տեղ տեսնեմ ինչ եմ անում, ինչից եմ սկսում։ Սիրելիներս, մեր վլոգը շարունակվում է, ասեցի կամ ու ամփոփեմ վլոգը, որպես սկսեմ նոր վլոգ, հետևի ֆոնում ինչպես տեսնում եք մի քիչ բիսպարիատը կա, դա պայմանավորված է նրանով, որ ամառային այդ մաքրությամբ եմ զբաղված դարակների դասավորությամբ, երեխաների դպրոցական որպեսզի հագուստները տեղավորեմ հետագայում և ասեցի այստեղ միանամ ու ամփոփեմ վլոգը, որից հետո արդեն շարունակեմ նոր վլոգում, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, ձեր ջերմ խոսքերի համար, արդեն կաստուրվել ենք, լավ ենք, շնորհակալ եմ մշտապես ինձ հետևելու համար, ես ձեզ բոլորից անչափ անկեղծ եմ ասում, գնահատում ու սիրում եմ, որ միանում եք, գրում եք մեկնաբանություններ, սիրուն խոսքեր եք գրում երեխաների հասցեին, ինչ խոսք, շատ շոյված եմ ու գնահատում եմ ձեր ժամանակը, որ տրամադրել եք մեզ։
Այդպես սիրելիներս, հիմա այս պահին դրսում լավ անձրևային եղանակ է եւ ոչ միայն այսօր, գրեթե շաբաթները, որ հեղեղումներ է Պետերբուրգում, այն որ ձմեռային արդեն կուրկաներով, ժիլետներով ման են գալիս։ Այդպես սիրելիներս, ես գնամ, որպեսզի շարունակեմ իմ գործերը, որից հետո պետք է գնամ աշխատանքի, իսկ ես մաղթում եմ հաճելի օրվա շարունակություն, եթե գիշերն եք դիտում, բարի գիշեր եմ մաղթում ձեզ սիրելիներս, եղեք առողջ, ամենակարևորը պոզիտիվ եւ երջանիկ։ Պակա-պակա, կհանդիպենք շատ շուտով նոր վլոգների շրջանակներում։